ստացել է հյուրասիրության և առօրյա շփման միջոց։ Հայերը սուրճը վերածեցին ազգային ավանդույթի հատուկ գետնան միջոցով սրճեքով, որը հաճախ մատուցում են բարձրացումների կամ շրջանի հետ։ Հիմա պատմեմ սուրճի դերը Հայաստանում։ Հայկական հյուրասիրությունը պարզապես սննդի կամ խմիչքի առաջարկություն չէ։ Հյուրասիրությամբ մենք ցույց ենք տալիս մեր սերն ու հարգանքի հյուրի նկատմամբ։ Հաճախ երբ հյուր եք գնում, առաջինը հարցնում եք՝ սուրճ կխմեք։ Հայաստանում սուրճ խմելը ուղեկցում է երկար զրույցներ, եւ շատերը մեկ բաժակ սուրճով կարողանում են քննարկել ցանկացած թեմա։ Ոմանք օրը սկսում են սուրճով, ոմանք սուրճը օգտագործում են որպես դեղամիջոց գլխաթելից ազատվելու համար։ Իսկ հիմա խոսեմ ամենակարևորի մասին՝ սրճեքի մասին։ Սրճեքը մեզ ավելի հայտնի որպես ջանց է։ Մետաղական փոքր կաթսային երկար բռնակով։ Սուրճը պատրաստում են ջրով եւ երբեմն շաքարով։ Սրճեքը մեծ դեր է կատարում հայկական սուրճի պատրաստման մեջ ճիշտ փրփուր ստանալու համար։ Դե բոլորս էլ գիտենք, որ փրփուրը հաջող չստացվի, սուրճը մեր ինչն է։ Հունաստանում աղջիկը կարող է հյուրասիրել իր երիտասարդ տղայի սուրճ, եւ եթե սուրճը հաջող է ստացվում քիչ փրփուրով, դա համակցության նշանից, եթե հակառակարից փրփուր, դա նշան։ Մի փոքր պատմեմ, թե ինչ տեսակի սուրճ է նախընտրում Եվրոպայում։ Իտալիայում նախընտրում են էսպրեսո եւ կապուչինո սուրճը առանց որևէ ավելման։ Ֆրանսիայում նախընտրում են մի փոքր գաթող սուրճը եւ հաճախ մատուցում են տարբեր թխվածքաբրբներով կամ կրուասաններով։ Իսպանիայում դասարանում մեկավյան ծրագրում են սովորում եւ նրանք պետք է յուրաքանչյուր նրանց պետք է տարեկան նորակարգից ներկայացնել։ Այսպես մենք ունենք եւ անհատական նախագծեր եւ խմբային նախագծեր, իսկ քանի որ համընկավ արհեստագործի տասնամյակի եւ այլն այս նոր սեղանին գերիչը որոշեց իրենց նախագծերը ներկայացնի այսօր քոլեջում այս ուսուցիչ ծրագրով։ Այսօր համակարգի ներկայացնում միով դասարանի երկար սովորողների թվում Դավիթը, Վուադը, Ալենը եւ Հայկը։ Նախագծի թեման այսպիսին է՝ ֆիլմերի ազդեցությունը դպրոցականների եւ առհասարակ դեռահասների վրա։ Սովորողները աշխատանքի բաժանում են կատարել եւ իրենց թեմաներով արդեն ուսումնասիրություններ են կատարել, նյութեր հավաքագրել եւ պատրաստել են պրեզենտացիա։ Ֆիլմերը Իսպանիայում ստեղծվել են տարբեր ժանրերով մարդկանց ուսուցանելու համար եւ հաճելի ժամանց պարգևելու համար։ Ֆիլմերը կարող են ազդել եւ դերական տեսանկյունից եւ բացասական։ Փոքր կուզենամ պատմել ձեզ, թե ոնց են ինձ մոտեցվում ստեղծագործական աշխատանքները, որոնք հրապարակվում են արհեստական ամսանում։ Նախաշեն կուզենայի ասել, որ շարադրելը ինձ համար ուղղակի գրավոր աշխատանք չէ, իսկ սա շատ հետաքրքիր ու լավ տարբերակ է ինքնարտահայտվելու, մտածելու ու միայն ավելի լավ ճանաչելու։ Սովորականում դասաժամի ընթացքում պատվերթամարը մեզ առաջարկում են 3-ից 4 թեմա։ Մենք ազատ ենք դպրոցության մեջ, ու եթե նույնիսկ ոչ մի թեմա մեզ չի գրավում, կարող առաջարկել մեր տարբերակը։ Ես սովորականում ուրեմն որ այդ բանին ինձ համար ավելի հոգի հարազատ է։ Աշխատանքի 50% ես կատարում եմ դասաժամի ընթացքում, բայց անպայման երկրորդ անգամ տանը պատմում եմ, շփումներ եմ անում ու ավելի թխում եմ իմ աշխատանքը։ Ինձ համար ամենաթանկագին ու ամենակարևոր աշխատանքը դա պապս շարադրությունն է։ Ես իմ անձնականի մասին եմ պատմում, գրել եմ իմ պապիկի մասին, որը ինձ համար նվիրված ուժեղ մարդու շատ մեծ օրինակ է։ Մարդիկ տարբեր են, չէ՞։ Կարող է կտրվի կապը։ Մեր երկու րոպե լսեմ, ու կտրվեց կապը։ Ես մտքով գնացի ուրիշ տեղ, ինձ չեք բռնում։ Աշխատանքները սիրում եմ, քանի որ նրանց մեջ յուրահատուկ եւ տարբերվող առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, որ թաքնված են իմ մտքերը, իմ ազնիվ ու անկեղծ խորհրդ բաղադրությունները, որ տալիս եմ իմ զգացողությունները, որ փորձում եմ փոխանցել իրանց միջոցով։ Շնորհակալություն Բարև ձեզ, Արսենի Տերոջյանը։ Ես անասանցրել եմ մի հատ իմ շարադրություններից մեկը, որը իմ ամենասիրելին է։ Ընդհանուր ես ունեմ արհեստագործ ամսագրում 6 հատ աշխատանք, որից ամենաառաջինը դա կյանքի ուղին է, իսկ ամենավերջինը իմ երազած երկիրը։ 6 աշխատանք ասեցի, ու դու առաջին ուսուցիչ ես, որ մասնագիտություն դու ներկայացի, որտեղ նստածները քեզ կարող են չճանաչել, չնայած 6 աշխատանք չէ, ամսագրում մի տարվա այս ընթացքում, դա լավ տպավորիչ թիվ է, համեցեք չէ, այսինքն դու դառնում ես հանրային դեմ, վստահ ներկայացվի այլն։
եւ մեր դիզայն, չէ՞։ Համակարգչային շատ կարևոր։ Չեմ սիրում երկար գրել շարժությունները, իմ համար ամենակարևորը բարձությունը եւ կարճ տեքստը, Գրաֆիկական գարասանես է, խոսք չօգտագործես, չէ՞։ Հին լուսանկարներ իմ շարադրությունում ես ներկայացրել եմ մեր ընտանեկան շատ կարևոր նկարներ, որտեղ կան նաև իմ բարեկամներ, շատ իմ պապիկիս պապիկը, ես հենց Լուսանկարներ։ Հա, լուսանկարներ են, իրենք շատ են, ու իրենք իմ համար շատ թանկ են։ Երևությունների հիմքում ես ընդհանրապես դնում եմ իմ անձնական զգացմունքներն ու փորձը, որը շատ կարևոր է, որ շարժությունը մեջ հենց պետք է լինի իմ կարգը։ Արվեստ ամենագլխավոր բաներից է, որովհետև լիքը մարդիկ արվեստօգնությամբ են կարող իրանց գտնել, իրանց ոգությունը գտնել, ինքնահաստատվել։ Ես նույնպես արվեստասեր եմ, սիրում եմ նկարել ու լսում եմ երաժշտության տարբեր ժանրներ։ Արհեստագործ ամսատում երկրորդ լուսանկարի դասն ավարտվել է 6-ած գրառում կողմից, ամենաշատը տեղավորվածքների լրացան հիմնույթը, կոպիտ ասած էդի կարծել եմ անկեղծ գրեմ ու հոգացեմ զգացմունքներս, որը ստեղում լրացան համար։ Ամեն տարի քոլեջը նոր սովորողներ, ինչպես Վարժանն է։ 9-րդ դասարանը ավարտողների համար երկու պատանեկան հարթակներ։ Մեկը վարժարանը, որ հիմա կոչվում է հետազոտական վարժան, մյուսը կրթահամալիրի քոլեջը։ Համաձայն եք, առաջ եթե նրանց տարբերվում էին ինչ-որ բանով սովորողների մակար, հիմա չէ, իրոք երկա մեկ նվաճմանները բացեք, ուղղակիացման քոլեջ գալիս մարդիկ իմանան, որ իրենք 3 տարվա ընթացքում կարող են նաև մասնագիտություն ձեռք բերել, բացի միջնակարգ կրթությունը, չէ՞, ու այդ քոլեջը տալիս է այս հնարավորությունը, ասում են 3 տարում դարձի մասնագետ, ունեցի միջնակարգ կրթություն, ներառվի, եթե ուզես բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալ, խնդրեմ, որտեղ դու ունես միջնակարգ կրթություն եւ առավելություններ համաձայնես, չէ՞։ Իսկ վարժանի դեպքում ասում են դու 3 տարի պիտի սովորես, չէ՞, որպեսզի վարժանը ավագ դպրոցը ավարտես, երկուսն էլ իննեն, այնքան դել, այնքան սիրելի է քոլեջը վարժանը իրենց պատմությամբ անցած ճանապարհով, դրա համար իմ ասածի մեջ ոչ հակադրություն կա, ոչ բան չկա։ 9-րդ դասանցիները, շրջանավարտները ունեն հնարավորություն ընտրելու քոլեջ, մի մասնագիտական ծրագրով։ Եվ հիմա ապրիլուսին են, ապրեն բոլոր վարժարանցիները, տվյալ դեպքում Սոփյան, որ այս մասնագիտական կողմնորոշման, այսինքն ճանաչելու, բանը իրանք այսպես բարեխիղճ կատարում են, որ դուք որոշումները կատարեք։ Ինչ են ասում, միակ լավ ճանաչեք ձեր կրթահամալիրի քոլեջը, որ շարունակեք այդ բան, օգտվեք կրթահամալիրի այս ազատությունից մյուսից, Միևնույն ժամանակ քո ծրագիրը արդեն միջին մասնագիտական կրթական ծրագիրը արդեն ուրիշ է։ Վարժանինը դա նախապուհականը, ձերը արդեն մասնագիտական կրթությունն է, որտեղ 3-րդ կուրսը որ ավարտեք, արդեն դուք ստանալու եք մասնագիտական կրթության վկայական, կոչվելու եք մասնագետ եւ կարողանալու եք այդ մասնագիտությամբ հանգիստ ծավալել գործունեություն։